ձկնաբույսները, աշխատակիցները, այդքանը։ Հա, կներեք, ինչ եք պահանջում։ Տեսեք, պահանջը հետևյալն է, վերջին սահմանափակումներից հետո Ռուսաստանի Դաշնության, որը որ սկսել է մայիսի 13-ից, արդեն 2 ամսից ավել է, մենք մեր ուժերով, մենք մեր ունեցած ֆինանսների շրջանակում հնարավորինս կարողացել ենք մասնակի կազմակերպել մեր ունեցած արտադրական պրոցեսների պահպանումը և շարունակական հետաձգելիությունը արտադրական։ Մոտ 1 ամիս առաջ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել և մենք քննարկել ենք այդ հանդիպման շրջանակներում, ընդունել ենք ի գիտություն, որ փակ կա այս պահին, աշխատանքներ է տարվում, ձկնաբույսի կողմից էլ աշխատանքներ տարվում, ՍԱՏՄ-ի հետ համատեղ, բոլոր ստուգումները անցել ենք, ոչ մի որակական խնդիր չունի, հայկական իշխանը ամբողջությամբ համապատասխանում է։ Մի խոսքով այդ քննարկումներից հետո եկել ենք մի եզրահանգման պարոն Պապոյանի հետ, որ անպայման պետք է դիտարկվի ձկնաբույսի աջակցության ծրագիր, որպեսզի այս դժվար փուլում ձուկ արտադրողը կարողանա դիմանալ, մինչև որ կարողանա իրեն թույլ տալ ուսումնասիրի այլընտրանք շուկաները։ Փոխհատուցում նկատի ունեի։ Տեսեք, հեսա վերջացնեմ կասեմ, այլ շուկաները, նենց չի որ սահմանափակումները մտցրել են, նոր ենք սկսում, 3 մտցրեցին, այսօր սկսեցինք սահմանափակումները ուսումնասիրել։ Գործարար համայնքը նենց է, որ ինքն իրենով բոլոր հնարավոր երկրները հետաքրքրված շրջանակները ուսումնասիրում է, տարիներով հանդերձ։ Եվ այդ ուսումնասիրությունների արդյունքում է, որ ստեղծվել է և կենտրոնացվել է դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Խոսքը ձուկ ձկնամթերքի մասին է։ Իսկ ինչ վերաբերում է աջակցությանը, ժողովուրդ ջան, մենք պարոն նախարարի հետ քննարկման արդյունքում, տեսեք, ասել ենք, որ նույնիսկ նվեր պետք չէ, ուղղակի աջակցության տեսակը կլինի սուբսիդավորվող վարկ, գրեյս պիրիոդ, բանկային համակարգում, համատեղ բանկերի հետ աշխատանք, որ պետությունը հայ ձկնաբույսի կողքին լինի, որ բանկը դիտարկի, որովհետև այսօր բոլոր բանկային և ֆինանսական կառույցները արդեն 2 ամիս է ձկնաբուծությունը համարում են կարմիր գիծ, այսինքն ռիսկային գոտի, իրանք ոչ մի բան չեն դիտարկում, ոչ գերավի առարկա, ոչ անգերա, ոչ մի ձև չեն դիտարկում։ Հիմա մեր բանկերը և ֆինանսական մյուս կառույցները, հիմա մեր խնդրանքն ու պահանջը ինչու՞մ է կայանում, որ տարիների ընթացքում մեր համայնքը ձկնաբուծական պետության կողմից ոչ մի աջակցություն չի ստացել։ Նույնիսկ չի ստացել այլընտրանքային արևային կայանների տոկոսների մասով։ Ինչու եմ դա շեշտում, որտեղ ամբողջ Հայաստանում միջինացված 2-3%-ով են բանկերը, արևային կայանները տրամադրում, նույն գյուղատնտեսությունը կլինի, արդյունաբերությունը կլինի, նույնիսկ այդ ոլորտում ձկնաբույսը 13-ից 14% է տալիս։ Հիմա տարբեր վերջի տարիների, 10 տարիների ընթացքում տարբեր ֆորս մաժորների մեջով ենք անցել։ Եղանակային պայմաններ, կուրսի տատանումներ, պատերազմի մեջով ենք անցել։ Այդ ամեն ինչը ձկնաբույսը մենակով անցել է։ Ոչ մի աջակցություն, ոչ խնդրելա, ոչ պահանջելա, հասկանալով, որ ինչքան կարող ենք դիմանանք պետությանը չդիմենք, ավել ծանրաբերվածություն չլինի։ Բայց այս փուլում, այս սիտուացիայում դիմանալ չի լինում։ Ինչին դիմանաս, դա ինչ-որ ֆիզիկական աշխատանք չի, որ դիմանաս, հոսանք վճարելուն ոնց չդիմանաս։ Ճանապարհները բաց են, հաստատությունների առումով հնարավորություն կա, կառավարության դիսկում է հայտ։ Շատ լավ, սենց մի հատ օրինակ բերեմ Եվրոպա տանելու հետ կապված, ժողովուրդ։ Ես ենթադրենք
20 տարի է բոքսով եմ զբաղվում։ Այսօր զարթնել եմ, ինձ ասում են, եղբայր, դու էլ բոքսով չես զբաղվում, արի գնա ֆուտբոլ խաղա։ Կարամ մի անգամից անցնեմ ֆուտբոլին։ Գործիքական պետք է լինի, շուկայի ուսումնասիրություն պետք է լինի, լոգիստիկ եզրերը պետք է գտնենք, սկսած վարորդներից մինչև վերջի ստացողը, նրանք ամբողջը խնդրահարույց հարցեր են, ամբողջ ծավալով այդ ամբողջը խնդրահարույց է։ Ինչի, մի քանի կոմպոնենտ ասեմ։ Առաջինը, մարքեթինգային աշխատանք պետք է կատարվի, որպեսզի հայկական ձուկ ձկնամթերքը ներկայացվի նոր շուկայում։ Մարդիկ ընդհանրապես պատկերացում չունեն հայկական իշխանը ինչ է իրանից ներկայացնում եւ ընդհանրապես եվրոպական աշխարհում ինչի համար Եվրոպայի 450-500 միլիոնանոց բնակչության թեկուզ 10%-ը պետք է թույլ տա Իրան ֆինանս, որպեսզի առնի հայկական իշխան։ Ինչի համար։ Չի ճանաչում մարդը։ Եթե պոլկային գոյություն ունի Չիլի, Նորվեգիա, Թուրքիա եւ ծովային ձկների մասին է խոսքը։ Ծովային ձկները, որը որ իրենց ինքնարժեքով ու գնագոյացմամբ հայկական իշխանի, որոշ դեպքերում հայկական իշխանից գինը ցածր է։ Այդ առաջի կոմպոնենտը։ Երկրորդը, որ ամբողջ եվրոպական միությունում ձկան կերը ամենալավ կերը, որ համարվում է եվրոպական, չիլիսկի, նորվեգական, 1 եվրոն չի գերազանցում ձկան կերի արժեքը։ Դա 400-420 դրամ է այսօրվա կուրսերով։ Հայաստանի Հանրապետություն դրա արժեքը 800 եւ ավել դրամ է։ Դա մեզ ինչ որ բան հուշում է, թե չէ, եթե ձուկ արտադրելու մեջ 80-85% ավել է, ինքնարժեքը ձևավորվում է, ելակետային տվյալ համարվում է 1 կիլոգրամ կերի արժեքը։ Այսինքն եվրոպական համայնքը ելակետային տվյալ ձուկ արտադրողը վերցնում է 400 դրամ է, հայ արտադրողը վերցնում է 800 դրամ։ Ես անցյալ շաբաթ մի արտահայտություն արեցի, խոսքը վերաբերում էր այդ ինչ ֆոկուս պետք է անենք, որ մենք այդ հարաբերակցությունով անցնենք այդ բարիերը։ Երկրորդը, հետո հետաքրքրացնենք եվրոպական համայնքին, որ մեր ապրանքը առնի։ Երրորդը անցնենք խնդրահարույց հարցերի։ Լոգիստիկան վարորդները վիզա ունեն, չունեն։ Վարորդը այսօր ասում է, ես պիտի 8-9 ճանապարհ գնամ, հետս էլի մարդ պետք է նստի։ Այդ 8-9 ճանապարհին մութ անտառ է դա, այդ մարդիկ այդ ուղղություններով չեն գնացել։ Դե ասում են մի օր պիտի սկսեք, թե ոչ։ Լավ, մի օր սկսում ենք, բայց այդ մի օրը մենք չենք պատրաստվում սկսել ֆորս մաժորային սիտուացիայում ու այդ մի օրը սկսել բանկային ուշացումներով, պետական վճարման ուշացումներով, հոսանքի վճարումներով, մարդիկ 2 ամիս աշխատավարձ չեն ստացել, այդ ուշացումներով եւ ամենակարևոր կոմպոնենտը ես չեմ պատրաստվում իմ ձկանը կերճ տամ, բոլոր միջինացված բոլոր տնտեսություններում այս պահին 15 օր կամ բացարձակ կերճ չեն տալիս կամ տալիս են մինիմալ։ Այսինքն այդ մինիմալ կերը 0.2%-ով եթե կերակրում ես ձկանը, ինքը ոչ աճում է, ոչ իջնում է։ Այսինքն դու կերը պրոստը լցնում ես ջուրը։ Մենք այդ 5 պայմաններում եթե պետքա մի օր սկսենք, ժողովուրդ, մենք այս սիտուացիայում այդ մի օրը չի գալու։ Ինչի չի գալու, որովհետև դու արտադրական ցիկլի հետաձգելիություն պետք է ապահովես, որ կարողանաս ինչ որ մեկի հետ պայմանագիր կնքես, ինչ որ մեկին հետաքրքիր լինես։ Ում եւ ինչ ասել։ Տեսեք, մենք մի ամիս առաջ հանդիպումը կրկնվեմ, եղել է էկոնոմիկայի նախարարի հետ, էկոնոմիկայի նախարարության շրջանակներում։ Այդ մարդիկ մեզ ոչ մի հստակ պատասխան չեն տալիս։ Այսինքն, այս շաբաթ անցավ, մյուս շաբաթ անցավ, մյուս շաբաթ, հիմա խնդրում ենք հանդիպենք փոխվարչապետի հետ, եթե այս պահին Տիգրան Խաչատրյանի հետ, եթե ղեկավարը ինքն է, բացատրենք խնդիրները եւ աջակցություն ենք ակնկալում ու պահանջում եւ որս համայնքը մնա վերջի ժողովուրդ այս ոլորտը ինքը իրանից փոքր ոլորտ չի ներկայացնում։ Կարող է ինչ որ մենք բոլորը սովորել ենք մրգից ենք խոսում, բանջարեղենից ենք խոսում, այդ միրգ բանջարեղեն արտադրողի ցավն էլ տանը։
Բայց ես իմ ցավը պետք է հələ տանեմ, հետո նոր մնացածի ցավը տանեմ։ Չեմ կարա ես տենց պաֆոսնի խոսեմ, էլի։ Վանկա ռիթեյլ գրուպ։ Ժողովուրդ տեղական շուկայի հետ կապված մի բան ասեմ, որպեսզի հանրությանը պատկերացնելի լինի, քանի որ վերջի ժամանակաշրջանում բոլորը մեկնաբանություններ են թողում։ Ձեր ձուկը սենց, ջուրը սենց, կերը սենց, տեղական շուկան Հայաստանի Հանրապետությունում արտադրվում է։ Խոսքը ծիածանափայլ իշխանի մասին է, մեր բոլորի իմացած իշխանի մասին։ 25-ից 27 հազար տոննա արտադրանք ունի Հայաստանի Հանրապետությունը։ Տարեկան 25-ից 27 հազար տոննա։ Դրան ավելացնեմ 25-ից 27 հազար տոննան ինչի հիմա վրա ձևավորվել է։ Կառավարությունը ձկնաբույծին պարտադրել է, որ մի լիտր ջրով դու պետք է արտադրես 700 կիլո ծիածանափայլ իշխան։ Այդ որ մեկնաբանություններ են գերում, ագահություն եք անում, այսքան չարտադրեիք, այնքան արտադրեիք, հիմա էլ որ պրոբլեմ չի լինի, դա պարտավորված է եղել։ Մի քիչ առաջ իմ գործընկերը այդ օրինակը բերեց։ Աշխարհում տենց պրակտիկա չկա, որ արտադրողին պարտադրեն, թե դու քանի հատ պիտի արտադրես։ Նկատում եք ներքին շուկայում այդքանը չի բաժանում։ Տեսեք, 25-ից 27 հազար տոննա արտադրանք ունենք ծիածանափայլ իշխանի։ Միջինացված Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 12-ից 13 հազար տոննա։ Ցուցանիշ ենք ունեցել նույնիսկ 14500 տոննա։ Խոսքը ամբողջ ծավալով Ռուսաստանի Դաշնության մասին է։ Ժողովուրդ, այդ արտահանումը մեկ օրում կանգնել է, արդեն 2 օր է կանգնել է։ Հիմա առաջ եթե 27-ից կեսը լավ, սենց կես անենք, որպեսզի պատկերացում լինի։ Կեսը արտահանվում էր, կեսը տեղական շուկայում էր վաճառվում։ Խնդիր չկար, բայց հիմա կես չկա, ամբողջը լողավազաններում նստած է։ Ամբողջ խմբականակը լողավազաններում նստած է։ Ձեզ ռուսական կողմից ասել են արտահանման արգելման պատճառի մասին։ Ինչու չեն ուզում նոր հայկական ձուկը։ Չէ, ռուսական կողմից մենք անցել ենք ստուգում, երկու ընկերություններ անցել են ստուգում, համապատասխանություն են ստացել, ռուսական կողմը հաստատել է, որ այս գրավոր է հաստատել ՍԱՏՄ-ի հետ, որ այս երկու ընկերությունները կարող են իրականացնել արտահանում։ Մենք էլ այդ նոր տրված պահանջների շրջանակներում դա կլինի լաբորատոր փորձարկում, մոնիտորինգ տնտեսությունների մի քանի կոմպոնենտով առաջ ենք շարժվել, բայց այսօր սպասում ենք պատասխանի։ Խոսքը երկու ընկերությունների մասին է խոսքը։ Չէ, չենք արտահանել։ Չէ, մեկը ես չեմ։ Ես արտահանող բացի այն, որ արտադրող եմ ձկնաբույծը, նաև արտահանող կազմակերպության ղեկավարը։ Բեռնափոխադրող եք։ Չէ, արտահանող։